Վերջերս տեսնելով ինչպես են ձերբակալում Գյումրու քաղաքապետին և ինչպես են գյումրեցիները պաշտպանում իրենց քաղաքապետին, Գյումրու հետ կապված մի դեպք հիշեցի։ Տարիներ առաջ Գյումրու Շիրակը պետք է դառնար Հայաստանի չեմպիոն, բայց ինչ-ինչ բաներ խանգարում էր, մանրամասները չեմ հիշում, թե միավորները չէր հերիքում, թե ինչ-որ սխալ դատ էր եղել դատավարություն խաղի ժամանակ, բայց Գյումրում չէին թողնում, որ դառնա Հայաստանի չեմպիոն։ Իրենք շիրակցիները, գյումրեցիները գտնում էին, որ Հայաստանի չեմպիոն պետք է դառնա անպայման Գյումրու Շիրակը, և եթե չդառնա, դա մեծ անարդարություն է։ Եվ մամուլում կարդացի այսպիսի բան. գյումրեցիներից մեկը գրել էր, որ եթե Հայաստանի չեմպիոն չդառնա Շիրակը, գնացքի գիծը կփակեն դեպի Երևան։ Սա դեռ ոչինչ։ Կարդացի մի այսպիսի մեծ տխմարություն, որ եթե Շիրակը չդառնա Հայաստանի չեմպիոն, ապա Գյումրին դուրս կգա Հայաստանի կազմից։ Այսպիսի տխմարություն առաջին անգամ էի լսում։ Եթե նման բան լսեի, ասենք թե վրացիներից, էլի հավանաբար ավելի խելքին մոտ կլներ, քանի որ վրացիները դեռևս այնքան կազմավորված ազգ չեն մինչև այժմ։ Եվ հետաքրքիր է, եթե Հայաստանի կազմից դուրս գային, որ երկրի կազմ էին մտնելու։ Իդեպ Գյումրին ամենապրոռուսական քաղաքն է եղել միշտ էլ Հայաստանում։ Երբ դրամը արդեն մտել էր շրջանառության մեջ, Գյումրում դեռևս երկար ժամանակ կարելի էր ռուսական ռուբլով առևտուր անել։